Ինչու է Նյարդային Փաշինյանը Արաքունից դուրս է գալիս հարձակվում մարդկանց վրա, ինչու հատկապես կանանց վրա։ Կհիշեք, բժիշկ կնոջ թևից քաշում էր, մետրոյում արցախցի կնոջ վրա մատերթափ տալիս։ Արդյոք հայ տղամարդուն ղեկավարին հարիր է կնոջ հետ այդպես խոսելը։ Ոյ, դա սարսափելի է, գիտեք, կատուդելուց էլ է գալիս, էլի ամեն մարդ դրան ընդունակ չի։ Ասում են հայ մարդու բանը էլի, այն կանանց հետ ոնց է խոսում այդ ճղճղոցը, մարդիկ ասում են դրա ցենը արդեն մարդկանց հունից հանում է, էլի։ Դա ղեկավարի պահվածք չի, այտենց բան պատմության մեջ չկա։ Ծաղրացու է մեզ ղեկավարում կներեք, էլի, ծաղրացուն ո՞րն է, ծաղրացուները թագավորների վաղ իմաստուն մարդիկ են եղել, սա ընդհանրապես գիտեք ինչ բառեր չկա մեր լեզվով բան անելու, բնութագրելու էլի։ Ընդհանրապես ղեկավարը այնքան ինքը թեգուզ եւ ես եմ բանվոր, ինքը չիշնի մագարտագին, ինքը իր մագարտագը դիպահի։ Գորրում, այնքան խեք գորրում։ Իմ գնահատականը դա սազական չի։ Այն կինոն եմ տեսի, մարդին եմ տեսի, ծերին եմ տեսի։ Ասում ախպեր, լավ լսի, իմ երեխես, մերելա ես երեխիս ես ուզում, դու ինչ ես ասում, այդ մարդն ասում ավարտի, էլ ասում լսի, ես իմ երեխին եմ ուզում, ես արդեն մերնելու, պահենա իմ երեխին ուզում, տեսնեմ մերնեմ, դու ինչ ես ասում, այդ մարդ ասում ավարտի, որպես իշխանավոր, այդպես, հարիր չի, Հարազատ, դուք այնպեսի հարց տվեցիք, որ այս 3 տարեկան երեխուն որ հարցնենք, ասի որ դա ճիշտ չի, որտեղ դա նախ ամոթ է յուրաքանչյուր հայիս համար, եթե կանոջ հետ նման կերպ պետք է վերաբերի, առավել եւս եղբայր կորցրած կանոջ հետ, առավել եւս վաստակավոր կանոջ հետ, ում ինքը չի ճանաչում, ու նման արտահայտություններ անում, դա միանշանակ վարկաբեկեց արդեն իսկ չեղած հեղինակություն ավելի նվազեցրեց։ Ինքը թույլ է, ինքը իրոք այդ ուժը չունի։ Այսօր պաշտոնն է ու դեղն է նրան մի քիչ դոզա տալի, որ կարամա, դա կանայք էլ թույլ նուրբեյակ են, ստիմ բարշի, որ ինչ։ Վայլ այդ պահվածքը։ Վայ ամոթ է։ Տղամարդին ընդհանրապես ամոթ է կամ պաշտոնյային կամ ուժեղ միշտ ապացուցված է նույնիսկ սպորտի մեջ հզոր ուժեղ մարդը ինձ զսպվածություն ունի ու թույլ է մի քիչ քան հանգիստ է պահում իրան ավելի հասարակ ավելի լավ սա ապարշի որ իր թույլությունն է ստիպում որ ինքը այդ ծևի հարցակվի թույլ է գա գտնում հարցակվում է էլի ամեն մարդ որ գվախենա գքորա Ես կգարձեմ, որ ինքը խոջաբի մեջ է, դակմավի մեջ է, որտեղ ինքը տեսնում է, որ ինքը կարող է ընտրությունները բարդվի եւ անգևերջ իր քաղաքական ավարտը լինի։ Այդ վերաբերմունք էր զոհվածի քրոջ ինչ վերաբերմունք ցույց տվեց բժշկուիկին, որ երկար տարիներ անկուն գիշերներ ես էլ եմ աշխատել հիվանդանոցում։ Այդ գիտեմ այդ իշտանջանքա, տղա ջան։ Անցել եմ թոշակին, որ հիմա մտել եմ մի հաստատից խանութ աշխատում եմ, որ բավարարեմ իմ գոյությունը։ Անկուն գիշերների արդիվայից բոլորը։ Այդ ինչի է ինքը ջղայնան։ Ճիշտ խոսքից ավախենում, ինչի՞ց ավախ։ Ճիշտ խոսքից, որ ելք չունի, որ պատասխանի։ Չի մանում ինչ պատասխանի, իր մեղքի բաժինը շատ է որովհետև։ Միանշանակ ունի վախեր, բարձրացն, այո, ունի վախեր, որովհետև որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի ահուսարսափը պատում է կապականներին, որովհետև յուրաքանչյուր այդպիսի վարվածքով, վարվելակերպով նա կորցնում է հսկայական քանակության ձայներ, չի կարելի, հայ կինը, հայ կնոջը, ինչպես կարելի է, առավել ևս վարչապետը քաշքշելով խոսի կամ հայոյանքով, ոնց ասեց, մի այսպիսի արտահայտությունները աստված իմ, համապատասխան տեղը կմտցնեմ, ինչ կանեմ, վախեցնում է ԱՀԾ-ի պատվալով, կամ չգիտեմ, սկահակ է անվանում ժողովուրդ, եղբայր, ով է այդ իրավունքը տվել քեզ, շատ էլ որ դու վարչապետ ես, ինչ քավարցու ասածն է, տան տղամարդը ինչ կուզականա, որտեղ կուզակա նստա, այդպես չի, լսի, օրենքը որտեղ մնաց, քո չափ ու սահմանը որտեղ մնաց, հասկացանք վարչապետ ես, ուրեմն օրենքի իրավասության սահմաններում պիտի գործես, որպեսզի դու այնպես պիտի անես, որ ժողովուրդը քեզ սիրի, ոչ թե ստիպես, որ ժողովուրդը քեզ սիրի։ Ստիպելով չեն սիրում մարդուն, հնարավոր չի։ Քավլիցի։ Իր սեփական կնոջը չի կարող կողքին պահի, որպես կին ենթարկեսնի իրան, հա, որպես քողակից, որպես ընդհանուր տան մայր, ասենք հետևաբար ոնց պետք է ամբողջ երկիրը ղեկավարի կամ առաջնորդի։ Միֆ։
Սուտ։ Սա իշխանավորին վայր պահված, այլ հիստերիկ պահված։ Բնականաբար ոչ։ Ես անկեղծ ղեկավար միշտ պատկերացրել եմ եւ տեսել եմ միջև այսօր Քանեն Դեմիրճյան, որը սիմվոլ էր միջև այսօր բոլորի համար ընդունելի։ Եվ տաստված որպես ինտերվյու Սամվել Կարապետյանը եւ տեսնում եմ իրան միայն, որտեղ իր մարկային պահվածքը ոչ ավելնորդ բառապաշարը եւ իր adekvat լինելը չափազանց այդ նվիրավում չեմ անում։ Մի խոսքով կարելի է անընդմեջ լավ բաներ ասել։ Սամվել Կարապետյանի ասեն, որտեղ ինքը արժանի մարդ է իրոք։ Եթե մարդու դեմքին ճիշտն ես ասեմ, մարդը սկսում է ջղայնանալ, նյարդանալ, իրան չի կարում պահի։ Եթե սուտ ես ասում, եթե ստից ուրախանում է ինքը, կեղծ էթում ես, փաթթվում ես, ուրախանում է։ Այ որ դեմը կանգնես ճիշտ ասես, սկսում է էլ բան չունի ասելու, սկսում է գոր գրալ կամ մեկին տենում է, սկսում է հունից դուրս գալ։ Թող, եթե հնարավոր է, թող գա, ասեմ 8 տարի ինչ ես արել։ Բացի խափելուց 8 տարի ինչ ես արել մեր համար։ Ինքն ընդհանուր ազգին է նյարդանացնում, ոչ թե ինքն է նյարդանայնայցը։ Վախի հետևանքը, բոլորդ էլ գիտեք, այդ ժողովրդից պետք է չիմանան էդի։ Հիմի դու չեք իմանում ինքը ինչի հետևանքը։ Հիմի սա այն դպրոցական առաջի դասարանն այն օրեկել են Քարոզ Արշավի մեր առաջի դասարանից մինչև 4 դասարան հնգել են հետևից դել դպրոցում էլ է ոչ մայրիկնա սովորցրել է ոչ հայրիկնա սովորացրել հնգել են դավաճան թուր դու երգիրը ծախիր մեր երգիր ուրա ինքը Ալիևից ու Էրդողանից վախենում է իրանց կամակատարն է ցավը տանը մետով չի մանում եթե մի մարդը ցեղասպանությունը ուրացել Եռաբլուրն ուրացել Ծիծեռնագա Բերտս ուրացել է մի գիրք հանձնելու բենսինին, մեր գիրք հանձնելու ցեղասպանության գիրքը հանձնելու տնօրենին հեռացնես մանկամ չասեք ցեղասպանություն այդ տեղը հանում է էլ է դունդե իր բտու կրվո մարտին ասում ես խի չէ զովե խի ես կենթանի Ինչ է Բանատ վրա հարցակում ցեղանին է մոտ գնում որ չդեսնելի Այդ բանը գերացելի այդ բանը արաբը նայ Հասնամա է յանի մուդում Այս է վերցնում նենք հետներս տանենք Ղեկավարի վայվածք չէ Ընդհանրապես ոչ թե իշխանության, ոչ մի նորմալ մարդու պահվածք չէ։ Դի առավել եւս, եթե դու իշխանություն ես քեզանից ներկայացնում,